Մենք գոլ ենք ուտում ու խաղը մի քիչ հանգստացնում ենք, բայց նաև շատ վտանգավոր հարվածներ ենք անում։ Սաղ շտանգեքը ծակում ենք, կարևորը, ամենակարևորը ծակենք շտանգեքը։ Այսա պա, որ Ռեշֆորդը միանում է, դրիբլինգ անում ու պադա չանում ու Լևանդովսկին մեջդունոգով կոդրում է վրատարին։ Գեղեցիկ գոլ էր, Լևանդովսկին մեզ ուրախացրեց, 2-1 հաշիվը ու նորից վարկենական գոլ ենք ուտում։ Ես ուղղակի բան չունեմ ասելու, ոնց կարելի է վարկենական գոլեր ուտել, չգիտեմ, խիչի կարելի մի քիչ ավելի հանգիստ խաղալ, մի քիչ ավելի զգուշ խաղալ, ես չգիտեմ ուղղակի։ Ապորնի զոնայում ոչ մարդ չկա, դա պիտի լիներ Դանի Օլմոն, բայց Դանի Օլմոնը չկար, Դանի Օլմոնը աննասունությամբ է զբաղված։ Մենք այսօր ինչ-որ ահավոր ձևի հարձակողական բանով ենք մտել, դաժե Դեյոնգը որ պիտի խաղա ապորնիկ, ինքը հելել էր, հասել էր աշխարհի ծերը, որ գոլ էր խաղում։ Ինչ գործ ունես դու ուտե։ Ավելի լավ պաշտպան ապորնի զոնայից Իգլեսիասը ձիվատկեն ծակում է։ Ու դոճը սողը բառախոյի մեղադրեն կամ ու բարձին։ Որտեվ չէ բայել։ Դե դավայց, դե բայ իհարկե, անպայման։ Կսկսենք ստարտովի սաստավից։ Վրատար Վոյցեխ Շենսնի, պաշտպանական դուո Կուբարսի Արաուխո, ձախից Բալդեաչից Էրիկ Գարսիա, կունտեն թեթևակի տրավմա է ստացել, բայց մեջդունարոդնի պերերիվից հետո հետ է գալու։ Էրիկ Գարսիան Մոսկովա։ Ցենտրալնի ապորի պոզաշտիկները պետք է լինեն Մարկ Կասադո եւ Դե Յոնգ, բայց Կասադոն թեթևակի դիսկոմֆորտ զգաց ու էլի բաց թողեց Յանալիա։ Մարկ Կասադոյի փոխային կխաղա Դանի Օլմոն, ես ուղղակի без կոմենտարիև չգիտեմ։ Մենք ունենք Մարկ Բերնալ, մենք ունենք Քրիստենսեն, լավ, Քրիստենսենը թեթևակի նոր է վերականգնվել տրամից։ Մենք ունենք Մարկ Բերնալ, ով խաղացել է ընդհանուր է սեզոնում, սա խաղերում 32 րոպե, 32, դե դաժե մի թայմ չի։ Ամեն խաղում ինչ-որ զիբիլությամբ են զբաղված, ես բան չունեմ ասելու։ Դանի Օլմոն ապորնի պոզաշ, ես չգիտեմ, եթե դու ունես Մարկ Բերնալ, դու խաղացում ես Դանի Օլմոն ապորնի պոզ, ինչ պիտի լինի Մարկ Բերնալի հետ, որ իրան չխաղացնի, ես չգիտեմ։